Ոսկեբաշ ձին, լուսնի լապտերը և արքայադուստրը կախարդական վանդակում։ Շվեդական հեքիաթ։ Եղել են չեն եղել։ Ամոլանդում երկու եղբայր են եղել։ Սյոլվեն և Սվանտեն։ Նրանց ծնողները աղքատ հողազուր գյուղացիներ են եղել և վաղուց մահացած։ Երեխաները ստիպված թափառել են և ուտելու համար ողորմություն խնդրել։ Եվ ահա մի անգամ նրանք թափառելով դուրս են գալիս դաշտ։ Իսկ այնտեղ տարեկանի հասկերը մարդաբոյից էլ բարձր էին։ Ավագ եղբայրը ասում է. «Եկ հասկեր հավաքենք ու հատիկներն ուտենք, չէ որ մենք այսօր դեռ չենք էլ նախաճաշել»։ Համաձայնում է կրտսերը, և նրանք սկսում են հասկեր քաղել ու հատիկներն ուտել։ Հանկարծ նրանց դիմաց դուրս է գալիս մի հսկա հրեշ։ Տեսնում է տղաներին ու բղավում. «Ո՞վ է ձեզ թույլ տվել իմ դաշտերում հասկեր հավաքել»։ «Չէինք կարծում, որ դու մեզ վրա կբարկանաս», պատասխանում են երեխաները։ «Մի՞թե դու հասկնել ես մեզ ափսոսում։ Մենք այքան սոված ենք, իսկ քո արդն այնքան մեծ է»։ Այստեղ հսկան սիրալիր է ձևանում և ասում է. «Ես բոլորովին էլ չեմ բարկանում։ Ուզում եք կուշտ ուտել, գնանք իմ տուն։ Ձեզ համար և խոզի մսից երշիկ կլինի, և կորեկաձավարի քաշովի, այլևս ստիպված չեք լինի հատիկ ծամել»։ Ավագ եղբորը Սյոլվեին, նա անմիջապես գայթակղում է, կուշտ կյանքը նրան շատ է դուր գալիս։ Հսկայի ասածները նրա սրտով են լինում։ Իսկ կրտսերը Սվանտեն մտածում է. հսկայի մտքում ինչ-որ վատ բան կա, և չի ուզում նրա մոտ գերության գնալ։ Եղբայրները սկսում են իրար հետ խորհրդակցել։ Ավագ եղբայրը ասում է. «Իմ կարծիքով պետք է գնալ»։ «Իսկ իմ կարծիքով պետք չէ», ասում է կրտսերը։ «Ավելի լավ է այստեղ մնանք, թեև սոված փորով կլինենք, բայց ազատ կապրենք»։ Ավագ եղբայրը սկսում է նրան համոզել. «Գնանք նրա մոտ, բախտներս փորձենք, իսկ որ վատ լինի կփախչենք»։ Այսպես նա համոզում է։ «Դե երեխաներ», հարցնում է հսկան, «գալիս եք ինձ հետ»։ «Թող այդպես լինի, գնանք», պատասխանում է ավագ եղբայրը։ Եղբայրները հսկայի հետ գնում են նրա տուն, և հենց որ մտնում են նրա քարայրը, հսկան երեխաներին շատ լավ հյուրասիրում է, և խոզի երշիկ և կորեկաձավարի քարշիով, իսկ հետո ինքը գնում ու դուռը վրաններ է փակում։ Այդ ժամանակ Սյոլվեն ասում է. «Ինչ լավ է, որ մենք եկանք հսկայի մոտ, կուշտ կերանք և պետք չէ, որ մուրացկանի տոպրակն ուսներս գցած թափառենք աշխարհով»։ Իսկ Սվանտեն նրան պատասխանում է. «Տեսնենք դեռ ինչեր է լինելու, այս բոլորը իմ սրտով չէ, ախր հսկան մեզ փակի տակ է պահում, դուրս գալ չես կարող, իսկ ազատությունը ամեն ինչից թանկ է»։ Սյոլվեն այլևս չի ուզում եղբորը լսել ու պառկում է քնելու։ Իսկ Սվանտեն դարան է մտնում դռների մոտ։ Ուզում է իմանալ, թե ինչ կա հարևան սենյակում։ Միայն թե չորս բոլորը լուռ է։ Անցնում է մի օր, երկու օր։ Եղբայրները ապրում են լի ու առատ, բայց նրանք փակի տակ են լինում և անելիք չեն ունենում, միայն ուտում ու քնում են։ Ավագ եղբորն այդ կյանքը շատ է դուր գալիս։ Կեր ու որքան կուզես քնիր, իսկ կրտսերը քուն ու դադար չի ունենում, ոչ ուտում է և ոչ էլ քնում։ Եվ ահա մի օր երեկոյան Սվանտեն նորից կանգնում է դռան մոտ ու կողպեքի անցքից նայում ներս։ Տեսնում է, ներս է մտնում հսկան ու հրամայում ուտելիք մատուցել։ Մի հսկա կին մատուցում է ամեն տեսակ ուտելիք, իսկ նա ուտում է ու որոտալից ձայնով հարցնում. տղաներին բթում ես։ Իսկ հսկա կինը պատասխանում է. մեկն այնպես յուղալի է, կուզես հենց այսօր մորթիր, իսկ մյուսը ոնց որ սատկած կար, այդպես էլ մնացել է։ Եթե նրանց ավելի քաղցր բաներով կերակրեիր, երկուսն էլ կճարպակալ էին, կշտամբում է հսկան։ Հիմա ինչ անենք։ Ես գնամ մեր ազգականներին ու հարևաններին հրավիրեմ խնջույքի, իսկ դու առայժմ սպասիր տղաներին ու տապակա պատրաստիր։ Գոնե վաղը մենք մի կուշտ կուտենք։ Լավ, ասում է հսկա կինը։ Սվանտեն հենց որ այդ բառերը լսում է, վազում է եղբոր մոտ,
Նրան պատմում իր տեսածն ու լսածը։ Չի կարող պատահել, վախեցած ասում է Սյոլվեն։ Դու երևի սխալ ես լսել։ Ինքդ լսիր, ասում է Սվանտեն։ Ավագ եղբայրը գաղտնագողի մոտենում է դռանն ու սկսում կողպեքի անցքից նայել։ Իսկ հսկան կշտանում է ու աղախնին հրամայում։ Գնա ջրի։ Էլի մոռացել ես, որ կերածը սիզուր է անցնում, եթե վրայից աղբյուրի ջուր չեմ խմում։ Ինչպես կարող եմ գնալ, ասում է աղախինը։ Դրսում մութ է։ Աղբյուր տանող արահետը գտնել չի լինի։ Վերցրու լուսնի լապտերը, որ լուսնի նման լույս է տալիս ու 7 թագավորություն լուսավորում, գոռում է բարկացած հսկան։ Աղախինը պատից իջեցնում է լապտերը, որը շողում է ճիշտ լուսնի պես, ու գնում է ջրի։ Իսկ բակում ցերեկվա նման լույս է լինում։ Հսկան մինչև վերջ դատարկում է մի տակառիկ ջուր ու ասում կնոջը. Հիմա կթամբեմ իմ ոսկեբաշծին ու կգնամ հյուրերին կանչելու, իսկ դու առայժմ տղաներին բեր քեզ մոտ, թե չէ հանկարծ կմոռանաս նրանց մասին, ասում ու գնում է։ Սյոլվեն լսում է ամբողջ խոսակցությունը, սաստիկ վախենում ու փոքր եղբորը խնդրում. մի միջոց մտածիր և փրկիր մեր կյանքը, իսկ Սվանտեն նրան ասում է. մի տխրիր, ես քեզ էլ ինձ էլ կազատեմ փորձանքից։ Մի ժամ չանցած նրանց ետևից գալիս է հսկա կինը, բարի ու քնքուշ ձևանալով, ինչեր ասես, որ չի խոստանում եղբայրներին, եւ ապա ասում է. Սիրելի երեխաներ, եկեք գնանք իմ սենյակը, այսօր դուք այնտեղ կգիշերեք։ Եվ եղբայրները գնում են նրա ետևից, բայց վախից ավագ եղբոր վրա սարսուռ է գալիս, եւ նա շարունակ եղբոր մեջքից բռնում է։ Հսկա կինը նրանց պառկեցնում է քնելու, իսկ ինքը փաթաթվում է գազանի մորթու մեջ, պառկում ու ամբողջ ուժով խռմփում։ Բայց դե տղաների քունը չի տանում։ Սվանտեն սրտատրոփ սպասում է կեսգիշերին, շարունակ մտածում, թե ինչպես ազատի ավագ եղբորն ու իրեն, իսկ Սյոլվեն շարունակ միայն իր մասին է մտածում։ Մտածում է, թե ինչպես մենակ դուրս պրծնի այդտեղից։ Դեռ ավելի շուտ, երբ աղախինը լապտերիկը վառել էր, ավագ եղբայրը նկատել էր, որ պատի վրա դուռ կա, եւ ահա նա մտածում է. գուցե այդ դուռն ինձ դուրս կբերի այստեղից։ Սյոլվեն գաղտնագողի կամաց մոտենում է դռնակին, բաց է անում, դուրս գալիս ու դեմ առնում մի սանդուղքի։ Այդ սանդուղքը նրան տանում է դեպի աշտարակ, եւ լուսինը պատուհանից լուսավորում է այնտեղ։ Ու թեև լուսինն արև չէ, բայց աշտարակում այնպես լույս է լինում, ասես ցերեկ լիներ։ Սյոլվեն տեսնում է, որ աշտարակի կենտրոնում մի ոսկե վանդակ է դրված, իսկ այդ վանդակում նստած է մի աղջիկ, եւ այնքան գեղեցիկ էր այդ աղջիկը, որ տղան կախարդվածի նման քարանում է տեղում։ Դու ով ես, գեղեցկուհի, հարցնում է Սոլվեն։ Ես հզոր թագավորի աղջիկն եմ, իսկ հիմա հսկայի մոտ գերության մեջ տանջվում է։ Սյոլվեն մտածում է, որ վատ չի լինի, եթե արքայադստեր հետ միասին դուրս գան, եւ ինքը կամուսնանա նրա հետ։ Եվ նա հարցնում է. Ինչպես կարելի է քեզ այստեղից ազատել։ Սովորեցրու։ Այստեղից ճանապարհ չկա, ասում է աղջիկը։ Եվ այս վանդակն էլ կախարդական է։ Ոչ ոք չի կարող այն բաց անել։ Միայն իմ փեսացուն կարող է։ Իսկ թե ով է նա, ես ինքս էլ չգիտեմ։ Այստեղ Սյոլվեն սկսում է վանդակը թափահարել, փականներին հարվածել։ Բայց իզուր, վանդակը այդպես էլ չի բացվում։ Եվ ահա նա գաղտնագողի կամաց իջնում է սենյակը, նորից պառկում ու հանգիստ քնում, իմանալով, որ եղբայրն իրեն չի մոռանա։ Իսկ Սվանտեն չէր էլ նկատել, որ եղբայրը դուրս էր եկել, ու շարունակ լուռ մտածում է։ Հենց որ դառնում է կեսգիշեր, նա կամաց դուրս է գալիս անկողնուց, վերցնում է հրացանն ու դնում հսկա կնոջ գլխի տակ։ Սվանտեն լսել էր, որ հսկաների, տրոլների ու մյուս դևերի համար հրացանից ավելի սարսափելի բան չկա։ Եթե քնած ժամանակ նրանց գլխի տակ հրացան դնես, ոչ մի դեպքում նրանք չեն արթնանում, մինչև որ լույսը չբացվի։ Հսկա կինը քնած է խոր քնով, քնած է եւ Սյոլվեն։
Սվանտեն եղբորը արթնացնում է ու տղաները դուրս են գալիս քարանձավից եւ փախչում։ Սկզբում Սյոլվեն ուզում է ասել ոսկե վանդակում նստած արքադստեր մասին, բայց իմանալով եղբոր բնավորությունը, միտքը փոխում է։ Իր մորթին թանկ էր նրա համար։ Սվանտեն ոչ մի դեպքում արքադստերը չի թողնի հսկայի մոտ։ Իսկ ինչպես բացել այդ կախարդական վանդակը, այդ դա չգիտեն։ Այդ գեղեցկուհու պատճառով նրանք փորձանքի մեջ կընկնեն։ Ոչ, ավելի լավ է նա լռի։ Եղբայրները վազում են ճանապարհով, ետ նայում։ Ետ են նայում, թե արդյոք որևէ մեկը չի հետապնդում իրենց։ Բայց ոչ ոք էլ չէր հետապնդում։ Դեռ լույսը նոր բացված տղաները հանդիպում են մի մեծ դաստակերտի։ Թակում են դարպասն ու ապաստարան խնդրում։ Իսկ ծեր տանտերը հարցնում է. Որտեղացի եք։ Ինչու եք այդքան ուշ գիշերելու տեղ փնտրում։ Հսկայի մոտից ենք գալիս, պատասխանում են եղբայրները։ Թեև մենք ծանր վիճակի մեջ էինք, բայց վերջում հաջողվեց փախչել։ Եղբայրները տանտիրոջը պատմում են իրենց գլխի եկած ամբողջ դժբախտությունը։ Ծեր գյուղացին քնքշորեն է վարվում նրանց հետ։ Կերակրում է կորեկաձավարի քաշովիով, կաթ է տալիս, հագուստ, հետն էլ ոտնաման ու ասում. Բախտներդ բերել է։ Քչերին է հաջողվում հսկայի ձեռքից ողջ ազատվել։ Միայն թե զգույշ եղեք, որ նորից հանկարծ նա շողոքորթելով ու խոստումներով չգայթակղի ձեզ ու իր մոտ չտանի նորից։ Բայց նա ձեզ վրա իշխանություն չունի, քանի դուք չեք անցել այն խորը փոսի վրայով։ Իսկ այդ փոսը բաժանում է մեր դաշտերը։ Շնորհակալություն բարի խորհրդի համար, ասում են տղաները։ Մենք փոսի վրայով չենք անցնի։ Եվ դեռ արևը չծագած հսկան ձին նստած սլանում է արդեն։ Սրարշավ մոտենում է փոսին ու հանկարծ կանգնեցնում իր ոսկեբաշ ձին։ Իսկ նրա այդ նժույգն ասես մի հրաշք լինի։ Փայլատակում է ոսկու նման։ Հսկան տեսնում է տղաներին ու բղավում. Դուք ինչու եք ինձնից փախել։ Իսկ հետո սիրալիր ձևանալով սկսում է տղաներին քաղցր խոսքերով շողոքորթել. Սիրելի երեխաներ, վերադարձեք ինձ մոտ։ Ձեզնից մեկին կնվիրեմ ոսկեբաշ նժույգը, իսկ մյուսին հենց որ մեծանա կնության կտամ թագավորի գեղեցկուհի աղջկան։ Նա ինձ մոտ գերության մեջ է։ Բայց Սյոլվեն ու Սվանտեն լսել անգամ չեն ուզում ու արագ փախչում են։ Որբերը հրաժեշտ են տալիս բարի գյուղացուն ու նորից սկսում մուրացկանություն անել։ Թափառում են նրանք ամենուրեք, մինչև հասնում են թագավորական մի մեծ պալատի։ Ուզում են թագավորի մոտ ծառայության մտնել, իսկ թագավորին իր ճարպկությամբ ու ուշիմությամբ դուր է գալիս կրտսեր եղբայրը, և նա Սվանտեին վերցնում է որպես զինակիր, իսկ Սյոլվեն ստիպված նորից պիտի մուրացկանություն աներ, բայց փոքր եղբայրը խոստանում է նրան օգնել անպայման։ Այսպես անցնում է շատ ժամանակ, իսկ թագավորն ու պալատականները նոր զինակրով շատ են ուրախանում, և նա դառնում է բոլորի սիրելին։ Սյոլվեն իմանում է, թե ինչպիսի բարեհաճություն է վայելում կրտսեր եղբայրը, ու նախանձից հալումաշ է լինում, թեև Սվանտեն ինչ որ ունենում է հավասար կիսում էր նրա հետ։ Ես Սյոլվեն չլինեմ, եթե ինձ էլ պալատ չվերցնեն, երդվում է նա։ Սյոլվեն ծեծում է եղբորը։ Սա էլ սկսում է թագավորին խնդրել նրա համար, բայց Սյոլվեին դղյակ չեն վերցնում, այլ վերցնում են ախոռում ձիերին խնամող։ Սվանտեի մասին պալատում ոչ ոք ոչ մի վատ բան չի ասում, իսկ ախոռապանին ընդհակառակը ոչ ոք չի սիրում, չեն սիրում նրա խաբեության ու նենգության համար։ Եվ ահա Սյոլվեն սրտում նախանձում ու շարունակ մտածում է, թե ինչպես մեջտեղից վերացնի հարազատ եղբորը ու ինչպես շահի թագավորի ողորմածությունը։ Մի անգամ թագավորը գալիս է իր ձիերին տեսնելու, իսկ ախոռում դրանց թիվը հասնում էր 300-ի։ Ուշադիր նայում է նա բոլորին, և աշխեթձյուն, և ճերմակին, և պիսկավորին, ապա մոտենում է նժույգին, շոյում բաշն ու ասում իր շքախմբին. ամբողջ աշխարհը ման գաս, այսպիսի ձի չես գտնի։
Պալատականները իհարկե հավանություն են տալիս, բայց այստեղ իր խոսքն է ասում ախոռապանը։ Ձերդ մեծություն, խոսք չկա, լավ ձի է, բայց աշխարհում կա շատ ավելի լավ մի նժույգ։ Այդ ժամանակ թագավորը հարցնում է նրան. որտեղ գտնել այդ նժույգը և ով կարող է ձեռք բերել։ Իսկ ախոռապանը պատասխանում է. իմ եղբայրը գիտի ինչպես բերել այդ նժույգը։ Եվ Սյոլվեն սկսում է նկարագրել ոսկեբաշ նժույգին։ Թագավորը շատ է ուզում տիրանալ այդ նժույգին, և ահա հրամայում է Սվանտեին. գնա և բեր այդ ոսկեբաշ նժույգը, բեր իմ ախոռ։ Սվանտեն զգեստափոխվում է, զենք ու զրահ է կապում, ձին թամբում ու ընկնում է ճամփա։ Իսկ ախոռապանն ուրախանում է, եղբայրը հաստատ կենդանի չի գա հսկայի մոտից։ Սվանտեն սրընթաց գալիս է գյուղացու դաստակերտը, իր նախկին ծանոթի մոտ, ձիուց իջնում հարգալից բարևում ու խնդրում է. սովորեցրու ինչպես կատարեմ թագավորի հրամանը։ Ձեր գյուղացին ճանաչելով հսկայի մոտից փախած տղային, նրան սիրալիր է վերաբերվում ու խոստանում. ես քեզ կօգնեմ։ Նրանք պայմանավորվում են ամեն ինչի մասին, և ահա թե ինչ է լինում հետո։ Երեկոյան դեռ արևը մայր չմտած, Սվանտեն վերցնում է հաստ պարանը, ծայրին մի փայտ կապում ու թաքուն մտնում քարանձավ։ Ախոռի լուսամուտից փայտը գցում է ներս, իսկ ինքը պարանով մագլցում դեպի վեր, ապա պարանը նետում դեպի մսուրը ու ինքն իջնում ներքև։ Եվ այդպես Սվանտեն ընկնում է ախոռ, թամբում է ոսկեբաշ նժույգը, դռները բացում ու սլանում դուրս։ Արշալույսը դեռ չծագած Սվանտեն արդեն ծեծում է գյուղացու դաստակերտի դարպասները, և ոչ թե մենակ, այլ ոսկեբաշ նժույգի վրա նստած։ Ծեր տանտերը շատ է ուրախանում, որ ամեն ինչ այդպես բարեհաջող է ավարտվել։ Սվանտեին հրավիրում է հյուրընկալել իր մոտ, բայց զինակիրն առանց հապաղելու անմիջապես ճամփա է ընկնում ու սլանում դեպի թագավորի պալատը։ Սրընթաց հասնում է նա դղյակ, դուրս են վազում բոլոր պալատականները, յանում հրաշք նժույգով, գալիս է և ինքը թագավորը ու նույնպես հիանում։ Որքան գեղեցիկ է լինում այդ նժույգը, ամբողջապես ոսկու պես փայլում է։ Այդ օրվանից թագավորն ավելի շատ է բարեհաճ լինում իր զինակրի նկատմամբ, իսկ ախոռապանը բարկությունից տեղը չի գտնում և եղբորն անիծում է։ Թագավորն ըստ սովորության դարձյալ գալիս է իր ձիերին նայելու, իսկ դրանց թիվը ախոռում հասնում է 300-ի։ Ուշադիր նայում է բոլորին, և աշխետ ձիուն, և ճերմակին, և պիսկավորին, ապա մոտենում է ոսկեբաշին, շոյում նրա բաշը և ասում իր շքախմբին. ամբողջ աշխարհը ման գաս, այսպիսի գանձ չես գտնի։ Պալատականները ըստ սովորության հավանություն են տալիս. այո, հազիվ թե այդպիսին գտնվի։ Իսկ նենք ախոռապանը հենց դրան էլ սպասում էր, և ահա նա թագավորին ասում է. ողորմած տերիմ, խոսք չկա, գանձ է այդ ոսկեբաշը, բայց աշխարհում կա ավելի թանկարժեք ուրիշ գանձ։ Եվ ահա թագավորը հարցնում է. դու ինչի մասին ես խոսում։ Սյոլվեն սկսում է նկարագրել հրաշք լապտերիկը, այն լապտերիկը, որը լուսնից ավելի վառ լույս է տալիս ու 7 թագավորություն լուսավորում։ Թագավորն ուզում է ունենալ այդ լապտերիկը և հարցնում է. որտեղ կարելի է գտնել այդ լապտերիկը և ով կարող է այն ինձ համար բերել։ Ախոռապանը պատասխանում է. իմ եղբայրը գիտի, թե ինչպես պետք է ձեռք բերել։ Եվ ահա թագավորը հրամայում է զինակրին. գնա լապտերիկի ետևից և այն բեր դղյակ։ Սվանտեն հագնում է զենք ու զրահ, ձին թամբում ու ընկնում ճամփա, իսկ ախոռապանն ուրախանում է։ այժմ եղբայրը կենդանի չի պրծնի հսկայի ձեռքից։ Սվանտեն սրընթաց գալիս է գյուղացու դաստակերտը, իր նախկին ծանոթի մոտ, իջնում է ձիուց, հարգալից բարևում ու խնդրում եմ,
Սովորեցրու ինչպես ձեռք բերեմ լապտերիկը, որ լուսնի պես լույս է տալիս ու 7 թագավորություն լուսավորում։ Գյուղացին նրա հետ սիրալիր է լինում ու նրան խոստանում է. Ես քեզ ամեն ինչում կօգնեմ։ Խոսում են նրանք իրար հետ, իսկ երեկոյան, հենց որ արևը մտնում է անտառի ետևը, պալատականը հրաժեշտ է տալիս ծերուկին ու մենակ գնում նենք հսկայի մոտ։ Սվանտեն թաքնվում է քարանձավի մոտերքում ու սպասում։ Հենց որ մութն ընկնում է, հսկան գալիս է անտառից։ Առավոտից նա տնից դուրս էր եկել ու շատ էր սովածացել։ Ընթրում վերջացնում է հսկան և աղախնին կանչում. Գնա ջրի, դարձյալ մոռացել ես, որ իմ կերածը օգուտ չի տալիս, եթե վրայից աղբյուրի ջուր չեմ խմում։ Ինչպես կարող եմ գնալ, ասում է աղախինը, ախր դրսում մութ է, աղբյուր տանող արահետն էլ բոլորովին չի երևում։ Այստեղ այնպես է կատաղում հսկան և այնպես է գոռում. վերցրու իմ լապտերիկը, որ լույսնի պես լույս է տալիս։ Աղախինն էլ չի սպասում, որ նորից գոռանը։ Պատից պոկում է հրաշք լապտերիկը ու շտապում դեպի աղբյուր։ Իսկ Սվանտեն ասես գետնից է հայտնվում արահետի վրա և կամաց հարցնում նրան. Ուզում ես գերությունից ազատվել և ինձ էլ օգնել։ Ինչպես չեմ ուզում, պատասխանում է աղախինը։ Դե ուրեմն եկ իմ ետևից։ Ամբողջ թափով վազում են դաշտով։ Արևելքում արշալույսը դեռ չծագած, Սվանտեն նորից թակում է գյուղացու դաստակերտի դարպասը և ոչ թե մենակ, այլ աղախնի հետ, որի ձեռքին մի հրաշք լապտերիկ էր։ Ծերուկը շատ է ուրախանում, որ ամեն ինչ այդպես հաջող է ավարտվել։ Նրանք ամեն ինչ պատմում են աղախնին։ Սա էլ լապտերիկը տալիս է Սվանտեին ու ասում. Ես ուրախ եմ քեզ օգնելու համար։ Շնորհակալություն, որ ինձ գերությունից փրկեցիր։ Մնա առայժմ իմ դաստակերտում, ասում է նրան ծերուկը։ Իսկ հետո կգնաս քո տունը։ Ծերունին հրավիրում է նաև Սվանտեին, որ ավելի երկար հյուրընկալի իր մոտ, բայց ինակիրն առանց հապաղելու պատրաստվում է ճանապարհ ընկնելու և ձի նստած սլանում է թագավորի պալատը։ Սրընթաց հասնում է դղյակ։ Պալատականները դուրս են թափվում հրաշք լապտերիկը տեսնելու։ Գալիս է և ինքը թագավորը ու նույնպես հիանում։ Այդ օրվանից թագավորն ավելի սիրալիր է դառնում զինակրի նկատմամբ։ Թագավորը նրան գերադասում է մյուս բոլոր սպասավորներից և սրանք էլ սիրում են Սվանտեին։ Միայն ախոռապանն է սրտում չարություն կուտակում զինակրի նկատմամբ։ Միայն նա է շարունակ մտածում, թե ինչպես մեջտեղից վերացնի նրան։ Մի ամիս չանցած թագավորը նորից գալիս է ախոռ, իր ձիերին տեսնելու։ Դե իսկ դրանց թիվը ախոռում հասնում է 300-ի։ Նա բոլորին հերթով զննում է, և աշխետ ձիուն, և ճերմակին, և պիսկավորին։ Ապա հիացմունքով շուռ է գալիս դեպի իր շքախումբն ու ասում. Ամբողջ աշխարհը ման գաք, ինձ նման թագավոր չեք գտնի։ Ում մոտ կգտնեք այսպիսի գանձեր։ Ինչեր ասես, որ ես չունեմ։ Պալատականներն իհարկե հավանություն են տալիս թագավորի ասածին։ Իսկ նենք ախոռապանը հենց դրան էր սպասում։ Եվ ահա նա ասում է թագավորին. Ողորմած տերիմ, խոսք չկա, անհամար են քո բոլոր գանձերը, բայց աշխարհում կա մի շատ ավելի թանկ գանձ, նա գին չունի։ Եվ թագավորը հարցնում է. Ինչի համար ես այդ խոսքն ասում, և ով կարող է այդ գանձը բերել ինձ։ Սյոլվեն սկսում է նկարագրել գեղեցկուհի արքադստերը, որ հսկայի մոտ տառապում էր գերության մեջ, իսկ վերջում էլ ասում է. Իմ եղբայրը գիտի ինչպես գտնի թագավորի աղջկան։ Թագավորն ուզում է ամուսնանալ գեղեցկուհի արքադստեր հետ, և ահա նա հրամայում է Սվանտեին. Գնա և գեղեցկուհուն բեր իմ պալատ։ Սվանտեն հագնում է զենք ու զրահ, թամբում ձին ու առաջվա պես սլանում ծերուկի մոտ։ Իսկ ախոռապանն ուրախանում է, որ տղան այլևս չի ազատվի հսկայի ձեռքից։ Սվանտեն սրընթաց գալիս է գյուղացու դաստակերտը։
Հարգալից ողջունում ու խնդրում։ Խնդրում եմ, ինձ սովորեցրու ինչպես գտնեմ թագավորի աղջկան։ Սիրալիր է վերաբերվում գյուղացին նրա հետ և խոստանում. Ես քեզ ամեն ինչում կօգնեմ։ Նրանք խորհրդակցում են ու գյուղացին ասում է. Դժվար գործ է, և ճիշտն ասած ինչպես կվերջանա հայտնի չէ։ Թագավորի աղջիկը կախարդական ոսկե վանդակում նստած է բարձր աշտարակի կենտրոնում։ Իմ խորհուրդը քեզ, հետդ վերցրու երկաթե սեպեր, դրանք խփիր պատի մեջ ու մագլցիր վերև։ Իսկ այնտեղ արդեն կերևա գուցե և բախտդ բերի։ Շնորհակալություն բարի խորհրդի համար, ասում է Սվանտեն։ Ամեն ինչ կանեմ քո ասածով։ Երեկոյան հենց որ արևը մտնում է անտառի ետևը, Սվանտեն հրաժեշտ է տալիս ծերուկին ու գնում դեպի քարանձավ։ Հենց որ մութն ընկնում է, Սվանտեն սեպերը խփում է պատի մեջ և մագլցում վեր։ Բարձրանում է նա բարձր աշտարակը և ինչ է տեսնում։ Ոսկե վանդակի մեջ փակված է արքայադուստրը։ Եվ այդ վանդակն էլ ոչ թե հասարակ վանդակ է, այլ կախարդական, որը բացել կարող է միայն աղջկա փեսացուն։ Արքայադուստրը տեսնում է խիզախ երիտասարդին, ամբողջ սրտով ուրախանում է։ Տխուր է մենակ նստելը։ Հենց որ Սվանտեն մոտենում է, փականքները իրենց բացվում են։ Դռները բացվում են և Սվանտեն մտնում է կախարդական ոսկե վանդակը։ Ինձ հետ կգաս։ Սիրով, պատասխանում է աղջիկը։ Աղջիկը գիտեր, որ ում առջև վանդակը բացվի, ուրեմն հենց նա էլ իր փեսացումը։ Իսկ տղան դա չգիտեր։ Մի ակնթարթում արքայադուստրը պատրաստվում է։ Նրանք դուրս են գալիս վանդակից ու սկսում իջնել ներքև։ Սվանտեն բռնում է աղջկա ձեռքից, որ նա չընկնի։ Այնուհետև Սվանտեն ու արքայադուստրը ամբողջ թափով վազում են դեպի գյուղացու դաստակերտը։ Ծերուկը շատ է ուրախանում, որ տեսնում է ամեն ինչ այդպես հաջող է վերջացել։ Նա Սվանտեին ու թագավորի աղջկան հրավիրում է հյուր, բայց տղան չի ուզում ուշանալ։ Նրանք պատրաստվում են ճանապարհվելու։ Սվանտեն արքայադստերը նստեցնում է իր առջև, ասեղնագործած թամբին, և նրանք հրաժեշտ են տալիս իմաստուն խորհրդատուին ու սլանում։ Գնում են նրանք դեպի թագավորի պալատը, իսկ Սվանտեն չի կարողանում աչքը հեռացնել արքայադստրից։ Գեղեցկուհին նրան շատ է դուր գալիս, և նա մտածում է. կմեռնեմ, եթե նա դառնա թագավորի կինը։ Այսպես հասնում են թագավորական պալատ։ Այնպիսի մի ուրախություն է սկսվում այնտեղ։ Մարդիկ անչափ ուրախանում են, որ Սվանտեն տուն է գալիս։ Բոլորը նրա համար հոգի էին տալիս, և սպասավորները, և պալատականները, և թագավորը, բոլորը բացի չար ախոռապանից, նրա հարազատ եղբայր Սյոլվեից։ Հենց որ թագավորը նայում է արքայադստերը, նրան թվում է ավելի գեղեցիկ աղջիկ չի տեսել։ Նրան հայտարարում է իր հարսնացուն, բայց որտեղից։ Հենց ուզում է նրա հետ մի խոսք փոխանակել և ձեռքը բռնել, մեկ էլ տեսնում է օդի միջով թռչում է կախարդական վանդակը։ Չեն հասցնում սթափվել, տեսնում են արքայադուստրը վանդակի մեջ նստած է։ Ով ասես, որ չի փորձում կողպեքները ջարդել։ Ով ասես, որ չի թափահարում վանդակը։ Ոչ մի կերպ այն չի բացվում։ Թագավորն էլ ինչքան փորձում է, ոչինչ չի ստացվում։ Մոտենում է և Սվանտեն, և փականներն իրենց դուրս են թռչում։ Բացվում է դուռն ու Սվանտեն մտնում է կախարդական ոսկե վանդակը։ Թագավորն այստեղ հասկանում է, որ հարսնացուն իր բաժինը չէ։ Դե ինչ կարող ես անել։ Թագավորը ծառաներին հրամայում է ուրախ հարսանիքի պատրաստվել։ Արքայադստերը որպես հարսնացու տալիս է զինակրին և ասում. Քանի որ դու այդքան խիզախ ես, վերցրու նրան, նա քոնն է, և հանուն նրա դու քիչ տառապանք չես կրել։ Սյոլվեն հենց որ լսում է թագավորի այս խոսքերը, ընկնում է անկենդան, բայց ոչ ոք նրան չի խղճում։ Հասնում է հարսանիքի օրը, գալիս են անթիվ հյուրեր, պալատում կանգնած սպասում են հարսին ու փեսային, լսվում է դյութիչ երաժշտությունը։
Մեկ էլ տեսնում են գալիս է հարսանյաց հարուստ շքերթը, առջևից գալիս են երգիչները, սրնգահարները շեփորներով, շչակներով, իսկ նրանց ետևից գալիս են հարսի ընկերուհիները, մետաքսով զուգված, զարդարված, իսկ վերջից գալիս են շքեղ հագնված հարստանքավորները, եւ այնքան շատ են լինում նրանք, որ հարսանյաց շքերթի ծայրը չէր էլ երևում, իսկ նրանց հետ գալիս է եւ արքադուստրը, գեղեցիկ ինչպես մայիսյան օրը, ոսկե թագը գլխին, նրա կողքին քայլում է Սվանտեն, որի հագուստը զարդարված էր մարգարիտներով ու փայլում էր ալմաստի պես, եւ այստեղ թագավորն էլ իր բոլոր պալատականներով դուրս է գալիս նրանց դիմավորելու, այսպես ուրախ հարսանիք է լինում, այդ հարսանիքը 7 օր ու 7 գիշեր է տևում, խնջույքից հետո թագավորը հրաժեշտ է տալիս Սվանտեին ու նրա կնոջը եւ մեծ շքախմբով նրանց ճանապարհում է արքադստեր հոր մոտ, մեծ ուրախություն է տիրում ամբողջ թագավորությունում, վաղուց բոլորը հույսները կտրած են լինում, որ այլևս արքադստերը ողջ կտեսնեն, թագավորի աղջիկը ու իր փրկարարը երկար տարիներ ապրում են ուրախ ու երջանիկ, իսկ երբ մահանում է արքադստեր հայրը, Սվանտեն դառնում է այդ պետության թագավորը, ահա թե ինչպիսի բախտ է բաժին ընկել անօթևան որփուկին, եւ այդ բոլորը իր քաջության, բարության ու մարդկանց նկատմամբ սիրո շնորհիվ։